next speaker is Mr. Vladimir Vardanyan from Armenia. Thank you, Honorable Mr. Chair. First of all, let me congratulate Mr. Schwabe. Հարգելի նախագահող, նախ ուզում եմ շնորհավորել պարոն Շվաբեին որպես զեկուցող գերազանց զեկույցի համար, որը խիստ համապարփակ ներկայացրեց մեր կազմակերպության հիմնական մարտահրավերները կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ։ Եվրոպայի խորհուրդը հիմնադրվել է իրավունքի գերակայության հանդեպ հարգանքի բարձրացման, ժողովրդավարության բարելավման եւ մարդու իրավունքների պաշտպանության նպատակով։ Վերջին 75 տարիների ընթացքում մենք հասել ենք մեծ արդյունքների կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում։ Արժե նշել, որ Եվրոպայի խորհուրդը ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություն է։ Մենք դարձանք չափանիշներ սահմանող կազմակերպություն բազմաթիվ ոլորտներում, այդ թվում մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում։ Մենք հիմնել ենք Գրեկոն եւ գործարկել այլ հակակոռուպցիոն նախաձեռնություններ։ Մի քանի տարի առաջ մենք բոլորս ցնցվել ենք այն նորությունից, որ այս վեհաժողովը, որը ժողովրդավարական ֆորում է կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով, ներառում էր անդամներ, ովքեր ներգրաված են կոռուպցիոն պրակտիկաներում։ Դա շոկ էր բոլորիս համար, եւ այդ կոռուպցիոն սկանդալները լրջորեն վնասեցին կազմակերպության հեղինակությունը։ Այնուամենայնիվ, այս վեհաժողովի եւ նրա նվիրված անդամների որոշիչ գործողությունների շնորհիվ մենք կարողացանք շտկել իրավիճակը։ Տիկնայք եւ պարոնայք, կոռուպցիայի դեմ պատվաստանյութ չկա։ Մենք պետք է լինենք զգոն եւ գերակտիվ մեր առօրյայում, հարմարվելով այն մարտահրավերներին, որոնց հանդիպում ենք։ Մենք պետք է հաստատենք արդիականացված կանոնները, որոնք համապատասխանում են ներկա ստանդարտներին եւ սպասումներին։ Հստակ, պարզ եւ հասկանալի կանոնակարգերի հաստատումը եւ առաջնահերթություն տրվի էթիկական ստանդարտներին զգալիորեն կբարձրացնի մեր կազմակերպության հակակոռուպցիոն ջանքերը։ Վեհաժողովի անդամների բարևարկությունը պետք է լինի մեր շարունակական աշխատանքի հիմնաքարային սկզբունքը։ Ես խստորեն հավատում եմ, որ մեր անդամների համար արդիականացված վարքագծի կանոնագիրքը նոր չափանիշ կլինի բոլոր անդամ պետությունների համար։ Դժվար է հասկանալ եւ նույնիսկ ավելի բարդ է բացատրել, թե ինչու այսպիսի կազմակերպությունում, որտեղ անդամների բարևարկությունը համարվում է առանցքային սկզբունք, դեռ առկա են դեպքեր, երբ անդամները չեն ներկայացնում իրենց տարեկան հայտարարագրերը, այնպես որ նախագծում առաջարկած փոփոխությունները ժամանակին եւ հիմնավորված են։ Վեհաժողովի յուրաքանչյուր անդամ պետք է գործի այն գիտակցմամբ, որ ԵԽԽՎ անդամի կարգավիճակը չի տրվում որպես բնականon երևույթ։ Այն տալիս է արտոնություններ եւ անձեռնմխելիություն, բայց նաեւ ենթադրում է բարձր էթիկական չափանիշներ եւ պարտականություններ։ Անդամները պետք է հարգեն Եվրոպայի խորհուրդը, այս վեհաժողովը եւ դրա արժեքներն իրենց պաշտոնավարման ընթացքում եւ հետո։ ԵԽԽՎ յուրաքանչյուր անդամ, ով չի պահպանում այդ արժեքները, չպետք է շարունակի օգտվել իր պատվավոր կարգավիճակից։ Այսպիսով դա կլինի մեր բարոյական պատասխանն այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն հարգում մեր կազմակերպության էությունը, անկախ նրանից, թե նրանք սովորական քաղաքացիներ են, թե խորհրդարանի անդամներ կամ պետությունների ղեկավարներ։